Բարեձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Գլենդելից։ Այսօր հոկտեմբերի 25-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Իհարկե, այս ընթացքում շատ հաճախ են հարցնում, բա եկեղեցու հետ կապված իշխանության վերաբերմունքը ինչու եք խուսափում դրան անդրադառնալ, ես ասում եմ, որ պարբերաբար այդ թեմային անդրադարձել եմ ու էլի կանդրադառնամ, բայց ուզում եմ, որ ուղղակի հաշվի առնեմ ոչ թե խուսափում եմ, այլ պարզապես այն օրակարգը, որը ձևավորել են իշխանություն նախկիններ, իշխանություն եկեղեցի, այդ օրակարգով լցրել են ամբողջ հանրային տիրույթը, դա ճահիճ է։ Այդտեղ ով էլ հաղթի, պարտվում է ժողովուրդը։ Այսինքն եկեք գնահատական տանք, բայց չներքաշվենք այդ ճահճի մեջ, որովհետև եթե ներքաշվեցինք այդ ճահճի մեջ ու որոշեցինք ով է ճիշտ, ով է սխալ, ով էս բանը էսպես արեց, արդյունքում ստացվելու է, որ սխալ ենք լնելու մենք, որովհետև մենք ուղղակի պահը բաց թողեցինք ճիշտ ընտրություն կատարել, երկու կողմին էլ ուղարկել իրենց տուն, որովհետև իրանք իրար արժեն։ Այդ կռիվները, որ իրանք տանում են, թե ով է ավելի արժանի կամ ով է ավելի անարժան, դա չի մեր ընտրությունը։ Մենք ուզում ենք լավից լավին ընտրենք, ոչ թե չարիքի փոքրագույնը։ Անկեղծորեն ասեմ, իրանց մեջ փոքրագույն չարիք չկա։ Լավ էլ տեղը տեղին կայացած չարիք են երկու կողմն էլ։ Էնպես որ եթե ժամանակ կմնա այս վերջում ավելի կոնկրետ կանդրադառնամ, բայց կուզենամ, որ մենք այդ օրակարգի մեջ չներքաշվենք։ Աշխարհում շատ բաներ է կատարվում եւ մենք տեսնում ենք, որ մեր իշխանությունները դրան համարժեք չեն էլ արձագանքում։ Միտեղ խելքները չի հասնում, միտեղ իրանց շարժում են իրենց խելքով, այսպես ասած, բայց ավելի ճիշտ իրենց խելքի բացակայությամբ եւ այդ պարագայում համարում են ավելի լավ այս ներպետական գզվռտոցները, որպեսզի իրենց ակտիվությունը ցուցաբերեն եւ ժողովրդին ներքաշեն դրա մեջ։ Այսինքն գնան առաջիկա ընտրությունների այս օրակարգով։ Եկեք ընտրեք մեզ, որ սրանք չգան։ Եկեք նրանք էլ ասեն մեզ ընտրեք, որ սրանց տուն ուղարկենք, ուրիշ ոչ մեկը չի կարող։ Եթե մեզ չի հաջողվում ստեղծել նորմալ այլ ընտրանք, այո, դաշտը հանձնում ենք իրանց, բայց աշխատենք, որ մեր դիրքերը պահենք եւ փորձենք հասարակության հետ ճիշտ ձևով աշխատանք տանել։ Հիմա նայենք ինչ է կատարվում աշխարհում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ առաջիկա բանակցություններում մտադիր է քննարկել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը։ Մոսկվայի հետ բանակցություններում ակնկալում է Պեկինի օգնությունը։ Մենք քննարկելու ենք Ռուսաստանը եւ Ուկրաինան։ Ես կցանկանայի, որ Չինաստանը մեզ օգնի Ռուսաստանի հարցում։ Վլադիմիր Պուտինն ասում է, որ նոր շատ խիստ պատժամիջոցները Միացյալ Նահանգների մեծ ազդեցություն չեն ունենա։ Ես չեմ կարծում, որ նա ճիշտ է, հավելել է Դոնալդ Տրամպը։ Այն, որ ինքը գտնում է, որ Չինաստանը շատ լուրջ աջակցություն կարող է ցուցաբերել ուկրաինական պատերազմը դադարեցնելու հարցում, միանշանակ ճիշտ է։ Ինչքան էլ որ Չինաստանը փորձում ասի, որ դա ես չեմ անելու ճնշումով չի, ոչ մեկը դրան չի հավատում։ Չինաստանը այն չափի է ներգրավված Ռուսաստանի տնտեսության մեջ, այն չափի է ազդեցություն տարածել Ռուսաստանի վրա, որ նա ինչ ուզենա կպարտադրի Վլադիմիր Պուտինին։ Հարցը նա է, բայց կուզենա թե չէ։ Չինաստանն էլ է հասկանում, որ եթե Ռուսաստանին հաղթեց, ինքը մենակ է մնալու։ Ինքը շահագրգռված չի Ռուսաստանը տապալվի։ Որ դեպքում նա դրան կհամաձայնվի, եթե Դոնալդ Տրամպը հասկանալով, թե ինչպիսի մեծ աջակցություն ունի Չինաստանը Ռուսաստանին, Չինաստանին իր կողմ քաշի։ Սկզբի իր ձախողված քաղաքականությունը նա էր Ռուսաստանին մեր կողմ քաշենք Չինաստանին մեկուսացնենք, կարծում եմ ինքը արդեն հասկացել է, որ դա ուղղակի անիրագործելի ձախողված քաղաքականություն էր։ Հիմա պետք է հասկանա Չինաստանին դեպի իրան քաշի, Ռուսաստանին մեկուսացնի, որի պարագայում հետագայում արդեն երբ որ Եվրամիությունն էլ արդեն բավական լուրջ անվտանգային խնդիրներ կլուծի եւ կդառնա իրական բևեռ, ուժի կենտրոն, աշխարհը եթե միաբևեռ չի, առնվազն գոնե մի բևեռը կլինի Եվրամիությունը, մեկը կլինի Միացյալ Նահանգները եւ իրանք համար շատ հանգիստ կարող են ասել թող մի բևեռն էլ լինի Չինաստանը, բայց իրանք շատ լուրջ ձևով երկուսով կարող են այնպես անել, որ նա սահմանները, չափերը չանցնի։ Այսինքն միշտ էլ պետք է իմանան չինական վտանգը, բայց չինական վտանգի դեմ պայքարելը չի կարևոր, այլ դեպի իրեն քաշելը, որպեսզի դա չանի Ռուսաստանը։ Հիմա եթե Դոնալդ Տրամպը այդ ուղղությամբ քայլեր անի, բավական օգտակար կլինի, բայց միևնույնն է, եթե Ռուսաստանին պարտության տարավ Դոնալդ Տրամպը,
Չինաստանը այսպես թե այնպես բարեկամական հարաբերություն ունի Ամերիկայի հետ թե չլինի, ինքը պետք է հասկանա, որ ինքը մենակ է մնացել։ Այսինքն պետք է իր չափերի մեջ տեղավորվի։ Այնպես որ եթե այդ քաղաքականությունը հետևողականորեն վերանայի Դոնալդ Տրամպը, աշխարհի համար նոր աշխարհակարգի պարագայում շատ լուրջ դերակատարություն կունենա։ Մանավանդ որ երբ որ ինքը պարտադրում էր Եվրոպային, որպեսզի զինվեն, իհարկե դա շատ օգտակար ապտակ էր Եվրոպային, այդ մասին շատ են խոսել, այո, թող զինվեն, թող իրեն եւ կախվածությունը փոքրացնեն Միացյալ Նահանգներից, որ մնան արժանապատիվ գործընկեր, ոչ թե կախվածության մեջ մնան։ Շատ ավելի կարևոր կլինի եւ շատ ավելի իրան ձայնը հնչել կլինի։ Հիմա տեսակ թե եվրոպական առաջնորդները միասնաբար ոնց էին Տրամպին համոզում, որ Ուկրաինային մենակ չթողեն, ինչ համառությամբ էին պայքարում, բայց եթե իրանք ավելի իրանց հզորությունը ապահոված լինեն, իրանց շուկան ավելի մեծ է, քան Միացյալ Նահանգների, իրանց ռազմական հզորությունը հաստատ պակաս չի լինի, քան Միացյալ Նահանգների, թող անեն, միայն ուրախը մենք կլինենք, հատկապես որ Եվրոպան համակարգ է, առանձին պետություն չէ։ Եթե դու երբևիցե հայտ ես ներկայացնում, դու համակարգի անդամ ես դառնում, համակեցության կանոններով ապրող ես դառնում, ոչ թե որևէ պետության բարեհաճությունից է կախված։ Այսօր լավ կլինի քո հետ կամ այսօր վատ կլինի քո հետ, կամ եթե չէ այսօր իր քաղաքականությունը կփոխի, կամ Տրամպը կարող է կանգնի թևեր տա Իսրայելին, վաղը կանգնի ասի, եթե չափ հանձնես, ես արաբների հետ բան ունեմ պայմանավորված, թույլ չեմ տա չափ հանձնես, բայց ի սկզբանե ինքն էր ասել չափ հանձի։ Այսինքն որպեսզի մենք սրա մեջ չներքաշվենք, առավելևս երբեք չենք դառնա Իսրայել Ամերիկայի համար, Եվրոպայի հզորանալը մեզ շատ ավելի ձեռնտու է։ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը, որն այժմ բանակցությունները վարելու նպատակով գտնվում է ԱՄՆ-ում, հայտարարել է. մենք բոլորս ցանկանում ենք Ուկրաինայի շուրջ հակամարտության դիվանագիտական կարգավորում։ Ռուսաստանը ցանկանում է հնարավորինս շուտ ավարտել հակամարտությունը։ Կարծում եմ, որ երկու կողմերը մոտ են դիվանագիտական լուծմանը, որը վերջ կդնի պատերազմին։ Իհարկե Կիրիլ Դմիտրիևը հայտնվել է Միացյալ Նահանգներում եւ Սպիտակ տանը բանակցություններ վարելու նպատակով, նաեւ հատուկ ներկայացուցիչ Միացյալ Նահանգների այն բանից հետո, երբ որ հասկացան, որ ձախողվել է հանդիպումը Դոնալդ Տրամպի եւ Վլադիմիր Պուտինի, իսկ Պուտինը հասկանում է, որ հրապարակային կարող է մեծ խոսա, բայց իրականում լուրջ խնդիր կունենա, եթե հանկարծ Դոնալդ Տրամպը վերջնականապես խաչքաշի Պուտինի վրա։ Դեռ առայժմ ինքը հույսը չի կտրել, փորձում է ինչ-որ ձևով համոզել, բայց այնուամենայնիվ հասկանում է, որ եթե հանկարծ սկսի հետևողականորեն ճնշման գործիքներ կիրառել Միացյալ Նահանգները, Ռուսաստանը դրան չի դիմանա։ Առավել եւս, որ հիմա նոր պատժամիջոցների փաթեթ է պատրաստում արդեն կոնգրեսը եւ ուղղակի մի քիչ ոտները կախեն գցում մի հատ տեսնեն վերջնականապես ինչ է անում Տրամպը, բայց արդեն նախապատրաստական աշխատանքներն անում են, որ ցանկացած պահի դա իրանք իրականացնեն, հասկանալով, որ եթե արդեն հետևողական քայլերով առաջ գնա Դոնալդ Տրամպը։ Իսկ հիմա նայենք Ռուսաստանից ինչ են հնչում։ Ռուսաստանի իմիջիալ է, այդ որ ասում են, որ ասում Ռուսաստանը շահագրգռված է շուտ ավարտել։ Բա մի երկու օր առաջ մեծ խոսում էիք։ Մեր պայմանները չի կատարվել, մեր պահանջները չի կատարվել։ Բա Լավրովն էր մեծ խոսում, բա Ալյասկայում պայմանավորվել ենք, մինչև մեր պահանջները չկատարվի, Ուկրաինային մնացած տարածքը ինչ ասենք տենց չլինի, հանդիպումն իմաստ չունի։ Բա ինչ եք խառնվել իրար։ Բա դուք ոնց որ ասում եք պատերազմը սես դադարացնելը սխալ է։ Ոչ մի հարց մենք չենք լուծել։ Բա հիմա ասում եք խաղաղ ճանապարհով լուծումը մենք շատ արագ շտապ ուզում ենք այդ հարցը լուծենք։ Նոր հասկացաք, իսկ դու գալուց առաջ Լավրովի հայտարարությունը չես լսել, որ եկել ես Ամերիկա, բա որ Ամերիկայում հանեն դնեն դեմդ։ Ասեն ինչի համար ցախողվեց այդ հանդիպումը, որ հիմա եկել ես ինչ ես, մինչև ասենք հանդիպումը հայտարարություն ես անում, որ մենք շահագրգռված ենք։ Այո, հիմա նայենք։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է. Ռուսաստանը կարձագանքի Եվրամիության վերջին պատժամիջոցների փաթեթին, որին կհաջորդեն կոշտ քայլեր։ Այդ անընդհատ սպասում ենք այդ կոշտ քայլերին, շատ ենք սպասում, ու տենց էլ չենք տեսնում։ Կարող է ինչ-որ net շատ կոշտ քայլեր կա, որ տենց էլ պահել են հատուկ, չգիտեմ, Ռուսաստանը մինչև չփլուզվի, իրանք այդ քայլերը չեն անելու։ Դե անող եք արեք, էլ ինչ եք ուզում, 4 տարին այնչին եք սպասում։ 4 տարվա մեջ քանի պատժամիջոց է փաթեթ է ընդունել Եվրամիությունը։ Բան ունեք ասելու ասեք։
Նույնիսկ Բրյուսելը չի հավատում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման արդյունավետությանը, բայց համառությամբ նրանք շարունակում են ինքնաոչնչացման ուղին Եվրամիության համար։ Էլի նորից հերթական հեքիաթ է երեգել ունես մասին խոսել, որ այդ պատժամիջոցները միայն Եվրամիությանն է հարված հասցնում, այսինքն նույնիսկ Բրյուսելը չի հավատում դրան, ճիշտ չի ասում, Բրյուսելը այդպես չի ասել։ Բելգիան ասել այդ գումարների մեծ մասը գտնվում է մեզ մոտ, պատասխանատվությունը բերեք միասնաբար մեր վրա վերցնենք։ Ենթադրենք մեր մոտ, մեր դաշտում, սանկցիաները կիրառեցինք, փողերը տվեցինք։ Վաղը մյուս օր ինչ որ իրավիճակի պարագայում պատրաստ եք համընդհանուր բեռ վերցնել, ոչ թե Բելգիան է դա Ռուսաստանի դեմ սանկցիա անում։ Ավելի պարզ մարդիկ ոնց բացատրեն։ Կոլեկտիվ քաղաքականություն ենք իրականացնում, փողը մեր մոտ է։ Փողը մեր մոտ տալու համար դուք տեր եք դրան, թե չէ։ Եթե վաղը խնդիր առաջանա, դուք տեր եք, թե չէ։ Այսինքն դա չի նշանակում, որ իրանք հրաժարվում են դա անելուց։ Նրանք ասում են, բերեք կոլեկտիվ պատասխանատվությունը կիսենք։ Մենք ասենք, որ մենք բոլորով ենք որոշել Բելգիայի ակտիվները սառեցված այս ձևով ծախսել, ոչ թե Բելգիան է որոշել։ Ընդամենը դա։ Եթե դրանից Զախարովան կարծում է, որ դրանից իրանք կոնտր քայլեր են անելու Եվրոպան ուղղակի վախեցած է, ինքն խորը թյուրիմացիան մեջ են, որպեսզի տեսնենք Եվրոպան ինչքան է վախեցած, ուղղակի սարսափած է, հիմա կարդանք, թե ինչ են ասում։ Կամեցողների կոալիցիայի հերթական հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է. Սա այն կոալիցիան է, որ այդ նախաձեռնությամբ հավաքվել են, որը որ Եվրամիության անդամ երկրներից շատ-շատերն են, բայց սա Եվրամիության ֆորմատ չի, որովհետև այնտեղ կա եւ Ավստրալիա, այնտեղ կա եւ Կանադա, այնտեղ կա եւ չմիացած Ավստրիա, այնտեղ կա Մեծ Բրիտանիա, որը Եվրամիության անդամ չի, այսինքն այս կամեցողների կոալիցիան բավական ճկուն ձևով է աշխատում, այսինքն այն բյուրոկրատական համակարգը, որ շատ դեպքերում առնչվում են վետոյի իրավունքով թե ՆԱՏՕ-ում, թե Եվրամիությունում, սա շատ ավելի ճկուն է աշխատում, ով դժգոհ է հաջողություն, որ հանկարծ մեկը գերկարևորի իր վետոյի իրավունքը, շատ ճկուն ձևով աշխատում են, իրանք հավաքվել էին Մեծ Բրիտանիայում, հիշում եք երեք խոսեցին, որ Զելենսկին էր գնացել, թագավորի հետ էր հանդիպել, վարչապետ Քիր Սթարմերի հետ էր առանձին հանդիպել, հետո այս հանդիպման ընթացքում ինչ ասում է Էմանուել Մակրոնը։ Ուզում եմ հաստատել, որ առաջիկա օրերին Ուկրաինայի լրացուցիչ կմատակարարենք աստր հրթիռներ, ուսուցման նոր ծրագրեր եւ նոր Միրաժ կործանիչներ։ Մենք մի քանի այլ գործընկերների հետ միասին կհաստատենք որոշ լրացուցիչ նախաձեռնություններ։ Իհարկե այդ լրացուցիչ նախաձեռնությունները չի գաղտնազերծել թե ինչի նկատի ունի, բայց ամեն դեպքում դուք տեսաք, որ հիմա Եվրոպան վախեցած է Ռուսաստանի, չէ՞ ջան, իսկ թվում է տենց չի, չէ՞։ Առավել ևս, որ այդ հավաքի ժամանակ է դա ասվել, վախեցած ոչ մեկը չի արձագանքել դրան։ Իսկ հիմա մի հետաքրքիր բան, Ռուսաստանի նախագահի մամլոք հարտուղար Դմիտրի Պեսկովը ինչ է ասում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միշտ հարգանքով է վերաբերվում գործընկերներին։ Ինձ համար օրինակ կանոնների եւ քաղաքավարության առումով բացարձակ անգերազանցելի հեղինակություն է նախագահ Պուտինը։ Ինքը նկատի ունի, որ նաև որոշակի տեղ երգիծական ձևով ներկայացնում են երկրի ղեկավարներին ծաղրում են եւ այլ, այսինքն այդ մշակույթը Ռուսաստանում չկա եւ դա գալիս է Պուտինից, որը նույնիսկ ամենաթշվառ պետության ղեկավարին նա ոչ մի անգամ այդպեսին չի անվանել։ Պուտինը ոչ միշտ է բարյացկամորեն խոսում, բայց միշտ հարգալից է նման պետությունների ղեկավարների մասին։ Իհարկե, եթե պետությունը, պետական քաղաքականությունը բարեկիրթ է, կոռեկտ է, կիրթ է, շատ դրական է, շատ օգտակար է։ Մենք շատ դեպքեր մեր երկրում էլ ենք խոսում, որ մեր պաշտոնյաները առավոտից իրիկու ռեպլիկ են գցում։ Պետական պաշտոնյան պետք է շատ ավելի զուսպ լինի, շատ ավելի հարցերի նկատմամբ ամբողջ օրը 24 ժամ Facebook չմտնի ու կռիվներ տա անդիմության հետ ցածրաճաշակ լեքսիկոնով։ Բայց հարցը դա չի, բայց ով է դա ասում։ Եթե մենք նույնիսկ ես պաշտոնյա չեմ շփվում եմ, ցանկանում եմ, որ մենք մշտապես մնանք կոռեկտության շրջանակում, եւ եթե մենք մեր համեստ ուժերի ներածի չափով, մեր լսարանով այդ ձևով շփվենք, ինչա մենք ուրիշ վիրավորական բառերի տեղերը չգիտենք, հայոյանքների տեղը չգիտենք, բայց մենք ինչ ենք ուզում, որ կարողանանք շփվելու ժամանակ մենք օրինակ ծառայենք նաեւ երիտասարդությանը, վաղը մյուս օրը չասենք էսում ակցե, այդ ում պետք է գցեր, ձեզ թողերում գցեր։ Դրա համար, այո, միանշանակ ընդունելի է, բայց երբ որ խոսքը վերաբերում է որպես օրինակ նշել
Վլադիմիր Պուտինին, դա մեղմ ժպիտ է առաջացնում։ Այսինքն Վլադիմիր Պուտինը շատ քաղաքակիրթ է, մարդկանց գլուխը սեն չի պոկում, էլի ժողովուրդ ջան, դանակ պատառաքաղով է կտրտում ու ուտում, հա։ Այսինքն մարդ, որ տայել է սեփական երկրի բնակիչների 1.5 միլիոն կոտորել է ու չի կարողանում բացատրի ինչի համար։ Այն նախնական իմաստը, որ դրել է այդ պայքարի մեջ, չի կարողանում դրա ոչ մի միլիմետրին հասնի։ Պատերազմը եթե այսօր դադարի, պետք է ասի, գիտեք, 14 թվականին այսքան տարածք ունեինք, 2025 թվականին ընդամենը մի քանի կիլոմետր առաջ են եկել, սա է պատերազմի արդյունքը, ինչ խնդիր ես լուծե։ Քո հարևանին դարձել ես 100 տարով թշնամի, քո հարևանը Եվրոպայի ամենամարտունակ բանակն ունի, քո հարևանը արդեն ռազմական առումով շատ լուրջ զենվում է ու իր տեղական արտադրանքը նույնիսկ խնդրում են, որպեսզի փորձի փոխանակման առումով իր հրթիռներն ու դրոնները արևմտյան Եվրոպայի, եվրոպական երկրները անգամ Միացյալ Նահանգներն է ուզում ուկրաինական փորձը ուսումնասիրի, որտեվ Ուկրաինայի տարածքում այդ ամեն ինչը փորձարկվե, այս սրան չհասավ Պուտինը։ Այս բարեկրթությունն է ժողովուրդ ջան, սազական է, որ խոսան այն երկրի ղեկավարների մասին, որոնք իրանց վարքագծով են բարեկիրթ։ Ոչ թե մարդկանց դաժանաբար տանես կոտորես, չհասկանաս ինչի համար ես անում, իսկ բացես բանտի դուռը, մարդասպանին հանես, տանես Ուկրաինայում մարդ սպանի, հետո էլ նրան կոչում տաս, մեդալ տաս, փող տաս, հետ բերես, այդ մարդուն ներում շնորհես, այդ մարդը գա Ռուսաստանում տա մարդ սպանի եւ մենք օրինակ ընդունենք քո բարեկրթությունը։ Մենք պետք է հասկանանք, թե դու բա ինչ ես անում։ Ոչ թե պատկերացում կազմենք քո խոսքերից, այլ ուր են տանում քո խոսքերը, ինչպես կասեր Գևորգ Քրիստոֆ Լիխտենբերգը, մարդու մասին պետք է կարծիք կազմել ոչ թե նրա խոսքերից, այլ ուր են տանում այդ խոսքերը։ Հիմա Պուտինի խոսքերը տանում են մարդասպանության, ժողովուրդ ջան։ Իր բարեկրթությունը ոչ մեկին չի հետաքրքրում։ Նրա բարեկրթության մասին կխոսեինք, եթե նա չլիներ ռազմական հանցագործ։ Նա շատ ավելի մեծ վնաս է տվել Ռուսաստանին։ Մեկ-մեկ ինձ ասում են դու ռուսատյաց ես, ինչ որ բաներ ես։ Ժողովուրդ ջան, դուք իրոք այդպես եք պատկերացնում, որ ասում ենք Ռուսաստանը Պուտինը քանդում է, թշնամանք է ստեղծում, մեկուսացման է տանում, առաջավոր տեխնիկան, տեխնոլոգիան չի մտնում Ռուսաստան, էներգետիկ կախվածությունից կտրում է, իսկ ինա այն ժամանակվա ստեղծած փողերով փոխանակ այլ ընտրանքային ճյուղեր զարգացներ, եթե վաղը չլինի էներգառեսուրսների վաճառքը, ինքը իր երկրի համար այլ ճյուղեր զարգացնի։ Այդ ամեն ինչը չի անում Ռուսաստանի թիվ 1 թշնամին Վլադիմիր Պուտինն է, ժողովուրդ ջան։ Այն բոլոր մարդիկ, ովքեր ներկայացնում են Ռուսաստանում, ինչ է կատարում։ Այո, մենք առաջի հերթին խոսում ենք մեր պետության շահերից ելնելու։ Ինչ կա չհասկանալու։ Մենք Ռուսաստանի դաշնակից պետությունն ենք, մեր պետական քաղաքականությունը ոնց որ տանում է մեր իշխանությունը, եւ դա շատ կատաստրոֆիկ վատ է անում Ռուսաստանի հետ մեր ազդեցությունը, կախվածությունը մեծացնելու, ցույց տալով իբր թե դիվերսիֆիկացնումը, բացարձակ ոչ մի բան, շատ ավելի մեծ կախվածության մեջ է գցում։ Մենք իրականում չենք ուզում այդ պետությունը քանդվի։ Պուտինն է ուզում, ժողովուրդ ջան։ Մենք չենք ռուսատյաց։ Ռուսատյացը Պուտինն է, Պուտինից մեծ ռուսատյաց գոյություն չունի, որ մարդը պատրաստ է իր պետությունը քանդի, չգիտես ինչի համար։ Վաղը մյուս օր ով պետք է ասի հալալա քեզ, 2 կիլոմետր առաջ գնացիր։ Ի վերջո ինչ ալնելու այդ արդյունքը, վաղը ինքը չկա։ Վաղը ընկավ մեռավ, ժողովուրդ ջան, դուք ինչ եք կարծում, ինչ ալնելու այդ երկրի հետ։ Բայց խնդիրը դա չի, իրանք իրանց դարդով թող իրանց հարցը լուծեն։ Բա մեր կախվածությունն է այդ երկրից։ Մնանք փլատակների տակ։ Թե ինքը կանգնի ասի ժողովուրդ ջան, Ուկրաինայում վերջացրել են, բայց հարցը չի լուծվել։ Պետք է մի հատ էլ Հայաստանը վերցնեմ ու Վրաստանը վերցնեմ։ Այսինքն դա մեր պատկերացրած ճանապարհը։ Ես ժամանակ չունեմ ուրիշներին ատելու, որտեվ իմ ամբողջ էներգիան ծախսում եմ Հայաստանը սիրելու վրա, ժողովուրդ ջան։ Այդ պիտակները տարեք ուրիշներին կպցրեք։ Ես փաստարկված ցույց եմ տալիս, որ այնպիսի վնաս, ինչպիսին այսօրվա իշխանությունն է Ռուսաստանին հասցնում, ոչ մի թշնամի նման ռեսուրս չունի, ժողովուրդ ջան։ Չի կարող պետությունը քանդել։ Ես միշտ այո ասել եմ, որ Ռոնալդ Ռեյգանին հաջողվեց հասնել նրան, եթե ոչ իր օրոք, ապա հաջորդ Ջորջ Բուշ ավագի իր փոխնախագահ Ջորջ Բուշ ավագի օրոք փլուզվեց խորհրդային միությունը, բայց եթե ներսում այդ հակասությունները չլիներ, պարարթողը չլիներ, չգերագնահատենք Ռեյգանի արածը, թեպետ պարբերաբար ես այդ օրինակը բերում եմ, որ ասում եմ ժողովուրդ ջան, դուք այդ օրինակը ունեք, լսեք,
բայց չես կարող մի բան, որը որ ներսից պարակտվելու, պայթելու, կենտրոնախոս ուժեր առաջանալու խնդիր չկա, դու դրսից կարողանաս դա անես, բացառվում է մեկ կուր համակարգում դու դա կարողանաս անես։ Էնպես որ ժողովուրդ ջան, գնացեք մանեկեք քթեք, այս բարեկիրթ հանցագործին տարեք դատեք, որի ժամանակ կտեսնեք, որ այդ երկիրը դռները կբացի քաղաքակիրթ աշխարհի առաջ, ներողություն կխնդրի չոքած ուկրաինացիներից, որից հետո կմտածի ռազմատուգանքները վճարելու մասին, որպեսզի գոնե այդ բեռը թշնամանքի մնա Պուտինի եւ իր մերձավոր շրջապատի վրա, այլ ոչ թե մնա ռուս ժողովրդի վրա ուկրաինացու նկատմամբ, որը որ միշտ էլ ունի արդարացում, թե ինչի է մտնելու լավ զինված ուկրաինական բանակը Ռուսաստանի տարածք, որովհետեւ դու մտել ես իր տարածք։ Ցանկացած պարագայում ինքը 100 պայմանագիր է ստորագրի մտնելու է, որովհետև 100 պայմանագիր Ռուսաստանը ստորագրեց ու մտավ։ Էնպես որ մանեկեք պիտակներ կպցրեք նրանք, ովքեր Ռուսաստանը քանդում են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը չի պլանավորում հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ Հարավային Կորեա կատարելիք այցի ընթացքում։ Իհարկե այնպես չի, որ Դոնալդ Տրամպը չի ասել, որ ես ուզում եմ հանդիպեմ, պատրաստական եմ հանդիպել, ուղղակի ասում են ինքը ցանկություն հայտնել է, բայց առաջիկա այցելության ընթացքում թե պետք կանխատեսումներ արեցին, որ կարող է հանդիպի, այնուամենայնիվ ինքը չի պլանավորել։ Դա տեսնենք, թե ընթացքում միտքը կփոխվի թե չէ, բայց այնուամենայնիվ վերջի անգամ, եթե ինքը համարում են, որ արդյունավետ բանակցել են իր առաջի պաշտոնավարման ժամանակ 2019 թվականին, բայց ամեն դեպքում խայտառակությունն է, որ Դոնալդ Տրամպը Կիմ Չեն Ընին համարի իր լավ բարեկամ, լավ ընկեր, որին կարոտում է, որը գիտի, որ իր մասին մտածում է եւ այլ, եւ սա ուղղակի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի համար նման ձևակերպումները ուղղակի խայտառակություն է։ Եվ ինքը խայտառակում է ոչ միայն իրան, որովհետեւ դիկտատոր Կիմ Չեն Ընը, եթե քո ընկերն է, կամ դու կարոտում ես դիկտատորին, մենք պետք է համապատասխան եզրակացություն անենք։ Իսկ դրանից Ամերիկայի ժողովուրդը առանձնապես չի տուժելու, որովհետև Դոնալդ Տրամպը մի երկու տարվա մեջ Ամերիկան չի քանդի։ Այո, կարող է վնասներ տա, նաև անդառնալի վնասներ տա, բայց դրանից Ամերիկան չի քանդվի։ Իսկ մենք, որ ցանկացած պարագայում կարող է միած սխալ քայլի պարագայում Հայաստանի պետականությանը վտանգ սպառնա, այդ դա մեզ համար շատ անհանգստացնող է։ Իսկ ինչով է պայմանավորված Միացյալ Նահանգների հետ կապված, որովհետև եթե դու թույլի իրավունքը չես հարգում, նոր աշխարհակարգը ուժեղի միջև ազդեցություն ես բաժանում, մենք դա արդեն տեսել ենք, դա արդյունավետ չի գործել, դա եղել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, դա եղել է այնպես, որ այս ազդեցությունները բաժանենք այս Չինաստանին, այս Ռուսաստանին, այն խորհրդային միությանը, այս Եվրոպան, այս Ամերիկան, բայց կյանքը ցույց տվեց, որ այդ բախումները տարավ հանգեցրեց նրան, որ կամաց Ամերիկան դարձավ միաբևեռ հանգամանքների բերումով, որովհետև այդ մրցակցությունը անկայուն դարձրեց աշխարհը։ Այնպես որ եթե Դոնալդ Տրամպը այդ նույն բանը չի տեսել իր պետության պատմության ընթացքում, թե ոնց աշխարհը դարձավ միաբևեռ, երբ որ խորհրդային միությունը փլուզվեց, հիմա եթե նորից ինքը ցանկանում է Ռուսաստանը դարձնի խորհրդային միություն, դա ուղղակի չի ստացվելու, բայց հարվածը հասցնելու Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերին։ Հուսանք, որ այնուամենայնիվ ինքը առիթ չի որոնի եւ հանդիպի Կիմ Չեն Ընի հետ։ Հուսանք, որ գոնե այս ընդամենը ցանկություն հայտնելով բավարարվի, հանկարծ չփորձի այդ հանդիպումը, որտեղ դա իսկապես խայտառակություն է։ Դու Ուկրաինային զենքը տալիս ես, հասկացանք, թեկուզ ՆԱՏՕ-ի առնումա տալիս է։ Դու կանգնում ես Ռուսաստանի դեմ սանկցիաներ ես կիրառում։ Դու կանգնում ես, ասում ես, այս պատերազմը պետքա դադարեցվի, Հյուսիսային Կորեան զորք է ուղարկում ուկրաինացիներին կոտորելու։ Բայց այդ դեպքում դու ո՞նց է Հյուսիսային Կորեայի ղեկավարը համարվում քո ընկերը։ Ո՞նց։ Սկզբունքը որտեղ մնաց։ Իսկ հիմա նայենք Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ինչ ասել, որովհետև շատ հարցերում դա համընկնում է նաև մեր կողմից վարվող քաղաքականությանը, դրա համար դա մեզ էլ է հետաքրքրում, ի վերջո ինչ է սպասվում։ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի քաղաքացիներին կոչ արել համախմբվել եւ
համերաշխության դրսևորել, ինչպես նաև մասնակցել հոկտեմբերի 26-ին Թբիլիսիում նախատեսված ակցիային։ Մենք ռեժիմի կողմից տեսանք հիստերիկ ռեպրեսիաներ, որոնք ոչ միայն շարունակվում են, այլև այս օրերին դարձել են ավելի դաժան։ Նրանք փորձեցին իրավիճակը տեղափոխել ոչ խաղաղ սցենարի, բայց ռեժիմին դա էլ չհաջողվեց եւ բոլոր միջոցներով դրբակալելով, տուգանելով եւ անմեղ մարդկանց վախեցնելով նրանք փորձում են ճնշել շարունակվող բողոքի ցույցը, բայց հիմա այդ որ ամեն ինչ որ թվարկում է ինչ-որ բաներ ծանոթ է, չէ Հայաստանի հետ կապված, հիմա տեսնենք բա պատճառը որն է, ռեպրեսիաներն ու ռուսական նոր օրենքները շարունակվում են, այս ռուսական մոդելը տարածվում է ամեն ինչի վրա, եւ այժմ մենք սպասում ենք մի օրենքի ընդունմանը, որը կարգելի ընդդիմադիր կուսակցություններին եւ դրանց անդամներին զբաղվել քաղաքական գործունեությամբ, դե հիմա հարցը դա չի, որ օրենքով դա անես, մեր մոտ էլ օրենքով չեն անում, բայց այնպես են ամեն ինչ փակում, որպեսզի այդ ընդդիմադիր կուսակցությունները չկարողանան բավարար ռեսուրս ունենան մասնակցելու։ Իշխանությունը կանգնում է խոստովանում, որ ինքը հեղափոխություն արել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի դաշնակցության աջակցությամբ, բայց հիմա բոլորին ասում է ոչ մեկը հետևեք բոլորին, ձայնագրեք բոլորին, անգամ 1000 դրամ մեկին չտան, բերեն հավաքի։ Այն դեպքում, երբ որ բավական նորմալ է, որ միտեղ 1000 դրամ մեկին տաս, ասես նստի մի տրանսպորտ արի հավաքի, դա կաշառք չի, ժողովուրդ ջան, բայց չգիտես ինչու իրանց համար դա նորմալ էր, ուրիշների համար նորմալ չի։ Սա այս քաղաքական բռնաճնշումների եւ ռուսական սցենարի զարգացման հաջորդ փուլն է։ Հիմա շարունակությունը Վրաստանը Ռուսաստանի տարածքի մաս է կազմում, քանի որ այստեղ են ժամանում պատժամիջոցների տակ գտնվող նավեր, որոնք էլ իրենց հետ բերում են պատժամիջոցների տակ գտնվող նավթը։ Հում նավթը բերում են, քանի որ իրանց գործարաններին շատ լուրջ հարվածներ է հասցրել նավթավերամշակման գործարաններին Ուկրաինան, հիմա իրանք Վրաստանին ներքաշում են դրա մեջ, հում նավթը բերում են Վրաստանում մշակեն եւ տանեն Ռուսաստան։ Հիմա Զորաբիշվիլին ասում է ինչու եք մեզ կողում դրա տակ։ Մենք դարձել ենք ուղի, որի միջոցով Ռուսաստանը շրջանցում է պատժամիջոցները եւ դրա պատճառով Վրաստանը վերածվում է մոխրագույն հանցավոր գոտու, որտեղ ամեն ինչ հնարավոր է, ասել է Վրաստանի նախկին նախագահը։ Իհարկե մենք ուշադրություն դարձնենք նրան, որ այս կարգի խնդիրների մեջ Հայաստանն էլ էր ներքաշվել եւ շատ ողջավորված սանկցիաները շրջանցելու քայլեր էր անում, բախտներս վերետ շատ ավելի լուրջ ձևով իրանք չփորձեցին Հայաստանի վրա ճնշում գործադրեն, որովհետև համարելով, որ շահերի ընդհանրության առումով դեռ Հայաստանը իրանց պետք է, բայց այնպես չի, որ իրանց մոտ չարձանագրեցին, որ Հայաստանը օգնում էր Ռուսաստանին։ Ինչա, ուրիշների օգնությունը ֆիքսում են, Հայաստանն չեն ֆիքսում, այսինքն այս նույն բանի առաջ կանգնած ենք մենք, երբ որ ասում ենք Պուտինը եթե հաղթեց Ուկրաինայում, նրա հաջորդ քայլը լինելու է Վրաստանով Հայաստան։ Հո չեք մոռացել, որ ժամանակին ասում են, եթե մենք Հայաստանի հետ ցամաքային սահման ունենք, Հայաստանը իրան հետ պես չէր պահի։ Եվ մեկ էլ համապետական ալիքով ասում են, բայց ինչ կապ ունի ցամաքային սահման ունենք, թե չէ։ Երբ ուզենք կբացենք, Վրաստանն էլ մերն է, կվերցնենք, կմիանանք։ Եվ դա ասում էին համապետական ալիքով։ Մենք հո այդ բաները չենք մոռանում, ինչ են նկատի ունեն։ Բայց իդեպ մի բան ասեմ, այս ամեն ինչը մեզ համար շատ օգտակար է, բայց հիշենք, որ Սալոմե Զորաբիշվիլին դա այն նախագահն է, որը որ չգիտես ինչու որոշեց Հայաստանի պատմական տարածքները հյուսիսը ներկայացնել որպես Վրաստանի տարածք։ Ժամանակին թե ում ձեռքը տարածքը ինչ ա եղել, ոնց ա եղել, առնվազն տարօրինակ էր մի մարդ, որը Ֆրանսիայից եկել էր, մի մարդ, որը հարգում էր ՄԱԿ-ի կողմից ճանաչված պետության տարածքները, առնվազն աբսուրդ էր, որ ինքը տենց դա տարածեր։ Բացի դրանից, հասկանալով, որ դա մեզ համար շատ նուրբ թեմա է, ինքը պետք է որ գոնե վերանայեր, կամ ասեր դա թյուրիմացություն է, կամ ասեր ես չեմ իմացել, որ դա մենք ուղղակի ասել ենք մեր պատմական տարածքներն ա գնացեք տուրիստական եւ այլ, հաստատ մենք ձեր տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն չունենք։ Ցավոք, այդպես էլ ինքը ոչ ներողություն խնդրեց, ոչ էլ ուղղեց իր ասածը։ Ես հիշաչար չեմ, բայց հետևողական եմ ժողովուրդ ջան։ Իհարկե այն ինչ որ ասում է ինքը ես ձեզ ներկայացնում եմ եւ դրա հիմքերը եւ դա որքանով է մեզ հետ կապված, բայց չեմ մոռանում, որ այս մարդը
Այնուամենայնիվ, այս նուրբ ժամանակ, երբ որ մենք առավոտից իրիկու կռիվ ենք տալիս, որ Ադրբեջանը հավակնություններ չունենա մեր տարածքի նկատմամբ, տեսնում ենք, որ այդ հարցում էլ մեր իշխանությունները ինչպես են իրենց դրսևորում, տեսնում ենք նրանց ամբիցիաները Հայաստանի տարածքի նկատմամբ, մեկը չպրծած, այն երկիրը, որի հետ կապված մենք այդ կարգի թեմաներով խնդիր չունեինք, արևմտյան արժեքներ դավանող Սալոմե Զուրաբիշվիլին, որը առաջնորդն էր այդ ուժերի, բացի նախագահալնելը ինքը լիդերություն էր ստանձնել այդ ուժերի եւ մենք պարբերաբար ներկայացել ենք թե այդ մարդիկ Վրաստանի ապագան ինչպիսին են տեսնում, ինչ կռիվ են տեսնում, մեկ է կանգնում ենք փաստի առաջ։ Այդ մարդը կանգնում է, ասում է Հայաստանի մի մասը մերն է։ Ուզեմ ասեմ, ես չեմ մոռացել դա, ես ձեզ հիշեցրեցի, որ ասեմ, որ չեմ մոռացել, բայց դա չի խանգարում այն վերլուծությունը, որը որ ես ձեզ ներկայացրեցի։ Այնուամենայնիվ մենք հաշվի առնենք, որ մեր պետության նկատմամբ այս կարգի մտածելակերպ ունեն նաև քաղաքակրթական արժեքներ կրող ղեկավարները, որը շատ տարօրինակ է։ Գոնե պետքա ասեր, որ սխալվել է, դա էլ չասեց մինչև վերջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հավանաբար նոր $300 միլիոն արժողությամբ Սպիտակ տան արևելյան թևում կառուցվելիք պարահանդեսային դահլիճը կանվանի իր անունով։ Պաշտոնյաներն այն արդեն անվանում են նախագահ Դոնալդ Տրամփի պարահանդեսային դահլիճ։ Անունը հավանաբար կմնա այդպես, հաղորդել է NBC հեռուստաալիքը։ Իհարկե հարցը դա չի, անունը կդնեն իր անունով թե չէ, ես ինչի սա կարդացի, սա ուղղակիորեն վերաբերվում է նաև մեզ, որովհետև Տրամփի ուղի որը Տրամփի անունը վրան դնել է այդքան գերկարևորվում էր մեր մոտ։ Գիտեք, եթե իր անունը դնենք ներդրումներ կանեն, ուրա գլխապատառով է հիմա ներդրում անում։ Հիմա եթե այդ ծրագրի մասին խոսել են, պետք է մի 100 տարբեր կազմակերպություններ, մի 50 էլ պետություններ, ասեն մենք էլ ենք պատրաստ դրան մասնակցել, ներդրում անել, որովհետև այդ միլիոնավոր տոննաների բեռը, որը գալու է Հայաստանի տարածքով անցնի, շատ լուրջ ռազմավարական նշանակություն ունի։ Դուք տեսնում եք, որ իրար գլուխ ջարդելով, իրար կոտորելով պետություններն ու կազմակերպությունները հայտեր են ներկայացրել։ Կարող է ինչ է մեր իշխանությունները ասեն, թեպետ դա մենք որոշելու ենք Ամերիկայի հետ միասին, բայց ստացել ենք այս չափի հայտեր, մենք դա կքննարկենք, ուսումնասիրենք, կտեսնենք ինչ ենք անում։ Չկա նման բան։ Այսինքն Դոնալդ Տրամփի անունը չի հուշում, որ պետք է մարդիկ ներդրում անեն։ Առավել եւս նա գնացող նախագահ է։ Իսկ իր համար միևնույն է, Սյունիքով անցնող ճանապարհի անունը լինի իր անունով, թե Սպիտակ տան պարահանդեսային դահլիճը, որտեղ կարող է մարդ, դե հիմա գնացեք ժողովուրդ ջան, իմացեք, որ այդ անունի կշիռը ուղիղ այդ չափի է, որտեղ թրջկոտելու են, որտեղ հանդիպումներ են ունենալու, իդեպ ասեմ, կարող է այդ պարահանդեսային դահլիճը նաև լավ է, վատ չի, բայց եթե մինչև այսօր դա չկար, դրանից Ամերիկայի Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական կշիռը չէր պակասել։ Այսինքն կարող ես բարելավում անել, բայց մտածել գոնե մի բան սարքենք, մի $300 միլիոն փող դնենք, չնայած մի հատ լավ էլ հանգանակություններ հավաքենք, մի 350 միլիոն հավաքենք, որ տեսեք ծախս չենք անում, էլի, շատ կարևոր հարց ենք լուծում, որ մարդիկ փող են դնում, մենակ նրա համար, որ Տրամփի անունը դնես դահլիճի վրա, ինչքանով է դա լուրջ, եթե դու պատից հանում ես նախորդ նախագահի անունը, նկարը, բայց ուզում ես քո անունը մնա մինչև մի հատ դահլիճի վրա։ Վաղը այդպես են վերաբերվելու, անունը ինչ ուզում ես դիր, ժողովուրդ ջան, պետք է ուղղակի Դոնալդ Տրամփը վերադառնա իրական աշխատանքի, շատ լուրջ անելիք ունի, պետք է ամեն առավոտ ինքը հենց արթնանա, ասեն պարոն նախագահ, դու Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն ես, գիտես Ամերիկան որ երկիրն է, ու թվարկեն Ամերիկայի հզորությունն ու կշիռը, ամեն օր, մինչև ինքը մտնի աշխատասենյակ նստի, ինքը պետք է ամեն օր բոլոր տեղերը ձայնագրությունը միացնեն ու ասեն դու Ամերիկայի նախագահն ես, ժողովուրդ ջան, մի հատ լրջոցի, էտա, որտեղ մենք շատ սպասելիքներ ունենք։ Իդեպ այս օրերը, երբ որ մենք նայում ենք 5 տարի առաջ, այս օրերին շատ թեժ պատերազմ էր գնում, 44 օրյա պատերազմի են թեժ օրերներ եւ դրա հետ կապված շատ էին քննարկումները հանրային դաշտում եւ աբսուրդի հասնող քննարկումներ, որ անկախ ամեն ինչից նույնիսկ այդ լարված ժամանակ չես կարողանում դրան չանդրադառնաս։ Հիմա Facebook-ը հիշացրել էր, ուղղակի կարդամ. Իսկանդերով խփել Բաքվին, թե Մինգեչաուրի ջրամբարին, կորոշի Facebook-յան հարցման արդյունքում լայքերի քանակով։
Սա եմ ես վերնագիր դրել, որովհետև ապշելու բան էր, թե ինչ էր քննարկվում ընդհանրապես։ Այդ բոլորն էլ հիշում են 5 տարի անցել ընդամենը։ Պատերազմ է, մահու կենաց կռիվ, քաղաքակրթական պայքար է։ Պայքար մեր սուրբ հայրենիքի ամեն միտիս հողի պաշտպանության համար ու բոլորի պարտն է ուժերի ներածի չափով մասնակից լինել դրան։ Ամեն մեկն իր տեղում, իսկ եթե պետք լինի բոլորը նույն տեղում, պատահական չէ, որ կարծիքներ են հնչում, որ ազատազրկման վայրերում էլ ունենք հայրենակիցներ, որոնց պատժի կրելուն եթե անգամ քիչ ժամանակ է մնացել, միևնույն է պատրաստ են դուրս գալ ապահով տեղից ու մեկնել առաջնագից, ամենաթեժ կետեր։ Չեմ ցանկանում զարգացնել այն թեման, թե որքան ազնիվ մարդ կա ազատազրկման վայրերում ու որքան հանցագործ դրսում։ Ոչ էլ հաստատակամորեն պնդել, որ եթե բանտում է, ուրեմն հանցագործ է։ Համակրանքի ու հակակրանքի պահը չէ, ու ոչ էլ կալանավորներից մեծամտաբար տարանջատվելու։ Ի վերջո բանտն ասես, որ չի տեսել իր պատերի ներսում։ Իսկ Փարիզյան կոմունայի առաջնորդները անազատության մեջ գտնվելով Իվ ամրոցում այն համարում էին ազատ քաղաքացիների հանգրվան։ Այսօր բոլորս մի խրամատում ենք ազգովի Նոր Զելանդիայից մինչև Կանադա, ու դա կլինի հակագրոհի ու հաղթանակի խրամատ, ու դա կլինի հակագրոհի ու հաղթանակի խրամատ, թե մի մեծ փոս մեր ազգի համար կախված է մեզնից, յուրաքանչյուրից։ Ցավոք այն ժամանակ ես դեռ հույս ունեի, որ մենք այո Նոր Զելանդիայից մինչև Կանադա մեր համախմբումով կկարողանանք հասնենք հաջողությունների, իդեպ չմոռանանք, որ 100 միլիոնից ավել գումար հավաքվեց, ուղարկվեց Հայաստան հաշված օրերի ընթացքում, իսկ այդ գումարը մեր իշխանությունները հոշոտեցին, մտցրեցին պետական բյուջե եւ պարգևատրեցին իրանց պարտության համար ժողովրդյան, որով հատուկ նպատակային արեցին ամեն ինչ, որ հիասթափություն առաջացնեն Սփյուռքի մոտ Հայաստանի հանդեպ, նեղանան իշխանությունից, երես թեքեն Հայաստանից։ Այսինքն այս դեռ հույս ունեինք, որ մեզ համար այդ մեծ փոսը չի փորվելու, այլ պետք է կարողանայինք այդ վիճակից դուրս գալ։ Բայց ինչն է ինձ ապշեցնում։ Հանրային տիրույթում քննարկումներ են գնում, թե ցմահ ազատազրկվածները ցանկանում են մեկնել առաջնագից, իսկ իշխանությունները քայլ չեն անում այդ ուղղությամբ։ Փոխարենը մեր 18 տարեկան երեխաներին են տանում մահվան բերան։ Բայց որպեսզի ցմահ ազատազրկվածին տանես առաջնագից, դրա համար կամ պետք է լինի համապատասխան իրավական ձևակերպում, ինչը բավական բարդ է, կամ էլ նրանց տանելու ես գաղտնի ուրիշի անվան տակ, ինչպես ասում են պատերազմում, ինչպես պատերազմում։ Հիմա եթե իշխանությանը հրապարակավ պահանջ ես ներկայացնում բացել բանտի դռները, ինչ ես կարծում իշխանություններն այդ դռան տեղը չգիտեն, թե դրա հետևում նստածների ցանկության մասին չգիտեն։ Հրապարակային այս պահանջն ում համար է։ Ադրբեջանի ու միջազգային հանրության, որ եկեղեցի ու հիվանդանոց հրթիռակոծող ռազմագերու գլուխը կտրող մեր թշնամին իլուր աշխարհի գոռա, թե տեսեք Հայաստանը մարդասպաններին բերել է առաջնագից, որպեսի ոչնչացնեն մեր կանանց ու երեխաներին, մի քանի իրենց կողմից խոշտանգված մարմիններն էլ ի ցույց տնի։ Իմ ասածը սա է, սա հրապարակային պահանջ չի կարող լինել, ժողովուրդ ջան, կամ նրանց պետք է համաներում տան, պետք է ասեն ինչ հիմքով, կամ եթե դու թաքուն պետք է տանես նրա կռվի, ուրիշ փաստաթղթով, հետո հետ կգա, հետ չգա։ Բայց հրապարակային ասել բանտերի դռները բացեք, տարեք անգամ մահվան դատապարտված սպանության համար նստածներին տարեք թող կռվի, հետո դրատակից մենք ոնց էինք դուրս գալու։ Ռուսաստանը նույն բանն արեց, ամբողջ աշխարհը երեսով չի տալիս, այսինքն սա այդ հարցը չի, որ ամեն ինչը պետք է հրապարակային քննարկվի։ Համացանցային ստրատեգների պահանջներին մի կերպ հաշտվել էինք, թե ինչու մերոնք Իսկանդերով չեն խփում ու վերջացնում ամեն ինչ։ Ինչու, խելքները չի հասնում, ահա թե ինչու։ Մի քիչ ավելի մանրամասն ներկայացրեք Իսկանդերի դերն ու նշանակությունը ու մերոնք այն կօգտագործեն անպայման ու անմիջապես։ Հատկանշական է, որ սովորաբար Իսկանդերով օրը մի քանի անգամ Բաքվին ու Մինգեչաուրի ջրամբարին հարվածում են այն տնային տնտեսուհիները, ում տեսած ամենասարսափազդու զենքը ողջ կյանքում եղել է հարևանի երեխայի պարսատիկը, որով ջարդուփշուր է արել իր պատուհանի ապակիները, ու մինչև հիմա պատմում է, այսօրվա պես հիշում եմ, խորագրի ներքո, թե ինչ ավերածություն է տեղի ունեցել իր տանը Գորբաչովի թվերին։ Մնացած գործերի գիտակների մասին էլ չասեմ, ու այսքանը քիչ էր, արդեն անցան ցմահ դատապարտվածներին համացանցով առաջին գծում ռացիոնալ տեղաբաշխելուն։
Իդեպ, մինչ պատերազմը մտերիմներիս կողմից լսում էի հանդիմանություններ, թե ընդդիմադիր դաշտում ոչ մեկի արածը չես հավանում։ Գուցե քեզանից է, դե այդպես չէ, որ իմ մեղքի բաժինը չկա դրանում, բայց ստիպված արդարանում էի, թե ինչ անեմ, իմ մոտ տպավորություն է, որ թեպետ բաժանված են տարբեր թիմերի, բայց միասնաբար իրականացնում են համագյուղացիներ ծրագիրը։ Կարծես դեբիլաշեն գյուղից լինեն։ Խոսքս իհարկե բոլորին չէր վերաբերվում, բայց երբ պատերազմական այս թեժ օրերին տեսնում ես, թե ինչ է կատարվում համացանցում, մնում է միայն բացականչել. Տեր Աստված, այսինչ մեծ գյուղ է դեբիլաշենը։ Ժողովուրդ ջան, դուք հասկանում եք, որ այսօր, երբ որ մենք նայում ենք քաղաքական դաշտում, բարդ չի հասկանալ, որ Դեբիլաշեն գյուղի բնակիչներից շատ-շատերը թիմերի են բաժանված եւ տեսնում եք այս բանավեճը, այս կռիվները, այս մակարդակը, արդյունքում դուք ուզում եք, որ ով հաղթի եւ Հայաստանի ապագան ինչպիսին լինի։ Երբ որ նաեւ խոսում ենք սկզբում նրա մասին, որ եկեղեցու հետ կապված այս քայլերը մյուսը ինչպես է կատարվում, ժողովուրդ ջան, այս հարցի մեջ հաղթող լինել չի կարող, չներքաշվենք դրա մեջ։ Այո, Գարեգին երկրորդը չպետք է ընտրվի, դրա մասին պարբերաբար խոսել ենք, բայց դրան ճանապարհ դնելու ձևերը պետք է լինես օրինական տիրույթում, որպեսզի արդարացված լինի քո քայլը։ Անօրինական քայլով օրինականություն չես վերականգնի։ Անօրինական քայլով չես կարող ասել պայքարում եմ արդարության համար։ Եթե կա որոշում, որ ընտրվել է, բայց դու ասում ես ես հայտարարում եմ, որ նա կարգալույծ է, ցույց տուրեն իրավական ակտը, բա ասում ես ախր իրանց գործունեությունը արդարադատության նախարարությունում գրանցված է։ Բա գրանցված է նաև ընտրության արդյունքը, դու ցույց տուրեն իրավական ակտը, որ նա այլևս չկա։ Մենք էլ շատ-շատերս այո չենք ընդունում Գարեգին երկրորդին, բայց դա չի նշանակում, որ ասենք եթե չենք ընդունում, ուրեմն ինքը չկա, իր որոշումները անօրինական է։ Մենք Նիկոլ Փաշինյանին էլ չենք ընդունում, համարում ենք, որ նա գիտաֆանտաստիկ թյուրիմացություն է Հայաստանի համար։ Չէ, ինչի մենակ Հայաստանի, ամբողջ աշխարհում պետք է որևէ տեղ, որ ասեն ժողովուրդ ջան, որ եթե ուզում եք երկրի ղեկավար ունենաք, ինչպիսին չպետք է լինի ղեկավարը։ Տնելու են Նիկոլ Փաշինյանի նկարը ու բացատրեն։ Բոլոր տեղերը Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, բոլոր տեղերը պետքա ուսումնասիրեն եւ ուսուցանեն մարդկանց ներկայացնեն, թե ինչպիսի գիտակցական ընտրություն պետքա կատարեք, որ հանկարծ պատահաբար չընտրեք Նիկոլ Փաշինյան, որովհետեւ դա աղետ է երկրի համար, դա վարակ է, ժողովրդյան դիագնոզներ կդնեն բժիշկները։ Բայց խնդիրը ուրիշ է, բայց մենք այդ ամեն ինչի մասին ամեն օր խոսում ենք, բայց նրա կայացած որոշումներին ուզենք թե չուզենք ենթարկվում ենք, որովհետև որոշում է կայացվում եւ որի հետ կապված արվում է։ Այսինքն մենակ այն փաստը, որ մենք չենք ընդունում այս քաջնազարին, այդ աթոռին, դա բավարար է, որ մենք փողոցում մի հատ օրենք խախտենք եւ ասենք լավ ենք անում, որովհետև ինքը իրան չենք ճանաչում կամ չենք ընդունում, իհարկե ոչ։ Այսինքն այս անարխիայով արդարություն տարածելը դա միայն այն պատճառով է, որովհետև այս իշխանությունը ուրիշ տարբերակ չունի, ինքը օրինական տիրույթում լինել չի կարող։ Դրա համար է ինքը ամբողջ իշխանությունը վերցրել, սուպեր վարչապետական համակարգ սարքել, ոչ թե նախագահական համակարգ։ Դրա համար է ինքը նաև SMS-ներով տուն ուղարկում մարդկանց, ովքեր ընտրված են, իրավապահ համակարգի այլ ճյուղեր, որոնք ընտրված են։ Այս ամեն ինչի մեջ մենք պետք է վերև կանգնենք դրանից եւ փորձենք ամեն ինչ անենք, մաքրենք մեր երկիրը այս աղետից, ժողովրդյան, մեր անելիքը դա է։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։